Կարա արվեստի դե որ կոլաժի համար նյութեր են բերում ինձ, ասում են այսքան նյութ որտեղ մարդիկ որ գալիս են արվեստանոց դեռ մեն ինչ-որ բան օգտագործած, վայ, բան ուրախանում են հանգա։ Մեր տունը սրանից կա բերեմ, ասում այո, մեկ էլ դրում ես բերվեն։ Մեկ էլ դրում ես ինչ-որ մեկը էսա։ Մարդիկ կա վարակված, այլ չի կարող ոչ մի բաքսի բերում։ Հետո կա որ պետք չի քեզ։ Հիմա չես ուզում ասես, որտեղ մարդը բերել է աչած։ Հետո իրա գնալուց հետո զտում եմ ես։ Լիքը բաներ, process-ներ անում եւ ծիծաղալու եւ շատ լավ է, կոլաժը ոնց որ բոլորով անենք։ Բոլորով։ Հրաշալի բան արվեստը։ Երևի ամեն նյութ էլ էներգիա ունի, վերածը, ամցած ճանապարհը, հա։ Մարդ կար, մարդիրս նայ 20 տարի պահել եմ։ Սիրում խրամ քո փաթաթած ման։ Ասում չեմ կարող գցեմ, ասում բայց քեզ կտամ, որտեղ գիտեմ դու չես գցի։ Կյանք կտաս։ Մի օր մեկին ասեց, բա արել եմ երկու հատ, բա ասում եմ դե մի քիչ զտը հանկարծ չգցել, վախեցա ասեմ որ գցել եմ, որտեղ շատ էր եւ ինչ։ Այդպես մարդիկ կան։ Հիմա դրանց ասում եմ ինչի դուք չեք անում։ Ցույց եմ տալի հեշտ ձևը, բան, բարապաս, բան։ Դրանց բոլորին կարելի է գլխի քսել որ անեն։ Սաղ։ Գիտեք, մի բան եմ մտածում, շատ թող սիրողական չհնչի ասածս։ Ինձ թվում են կան արվեստագետներ, որ շատ հետաքրքիր ստեղծագործություններ ունեն, բայց գնահատված չեն, գնահատված ճանաչման իմաստով, գնահատված ֆինանսական տեսակետից։ Եվ կան հաջողակներ, արվեստը, նկարչությունը ունի այդ պահը հաջողակի։ Շատ ունի։ Հələ եկեք բացատրեք, էլի, եթե մտածել եք։ Ես գիտես ոնց կարամ բացատրեմ Օֆելիա ջան, օրինակներ կարող եմ բերել, դուք արդեն բան կանեք, կհասկանաք։ Ակադեմիական կրթություն ունեմ։ Ասենք մենակ ես չէ, իմ ընկերները, այդ շրջանի մարդիկ, տերեմեջան եմ ավարտել, մեր տերեմեջանը 4 տարով էր այն ժամանակ։ Սովետ միության մեջ հայտնի էր, որպես ուժեղ։ Դպրոց։ Ես չեմ որ ամաչեմ ասեմ, էլի որպես ուժեղ։ Միության ցուցահանդեսներից բանից հայտնի էր։ Այդտեղից հետո ես ընդունվել եմ մեր Գեղարվեստա թատերական ինստիտուտը։ Հիմա շատ ճոխ է հնչում ակադեմիա ենք ասում։ Դաս եմ տալի մի կոլաժի ժամ են տվել։ Ինչ եմ ուզում ասեմ դրանով, գրագետ նկարիչ ես, էլի կարող ես։ Երկու հատ ռիսունակ կուրսային աշխատանք, առաջի կուրսի ինստիտուտի, Ռեպինի ակադեմիայում է։ Դրա բանը գրադարանում է, ֆոտոն, հավասիկը, էլի, այդքան ռեալիստ պատկերացրու ամենաուժեղ ակադեմիան է Ռեպինը, ռեալիստական դպրոցի բան, այդքան բան է, բայց ես կամանց անցա այդ իմ բանը, որը որ դժվար է Մարսելի է կամ մարդկա չի պատկերացնում, որ դա գեղարվեստական գործ է, մարդկա տարբեր բան է, բայց ես ինձ բաց եմ թողել, ասում ինչ է, ասենք թե մահանալուց առաջ մի երկու մեշոտ փող ունեիր, կամ չունես, նույն բանն է, բայց որ մի քիչ վաճառել ված չէր լինել, մեկ պատվերներ եմ անում, հասկանում ես, մարդիկ մեկ չեն հավատում, ասում են, անծանոթ մարդ որ գալիս է, ընկերոջ հետ, մի երկու անգամ գալիս է, արդեն համարձակվում է հարց տա, բան չնայած ես շատ ազատ եմ թողում մարդկանց, որտեղ այդ պատահական ռեֆլիկները մեկ այնքան դիպուկ են լինում, քեզ օգուտել է։ Բավար մարդիրս սս նկարել գիտեմ, դες կա ռեալիստական մի քանի գործ եմ դրել, որպեսզի ուսանողները շուշուտ են գալ ինձ ընկերները, որ դրանք տեսնեն, որ չիմանան բանից եմ սկսել, վերջից եմ սկսել, դրա համար եմ կախել։ Բավար սս նկարել, ինչ ես սս բաներ անում։ Անկեղծ մարդը բան ասում, կներեք ասում, շատ նորմալ է, անկեղծ ես։ Ու մի քիչ սկսում ես պատմել կամ բացա, ճիշտ է, չի համոզվում, բայց դա է։ Այսինքն, գիտեք ոնց։ Գնահատված լինելը, այսինքն միայն չի որ գնահատում են։ Մարդիկ ժողովուրդն էլ լավ բան, տես կոչում են տվել, չէ։ Էլի բայց չեն բան։ Բայց բան փոխել է կոչումը։ Ինչ է փոխել կոչումը։ Ինչ է փոխել կոչումը, որ ստացել է։ Հա, մի հատ դե դու այդ հարցը չես տալի կամ այդ մարդը չես շատ բան գիտես երեմ եւ տարիքից եւ մի օր մի երիտասարդ աղջիկ ա եկել ասել ինչ փոխեց կամ թե ինչ տվեց հիմա ես
շատ սիրում եմ հումորով խոսալ, մանավանդ շատ երիտասարդ ասեք։ աղջիկ ասի, բաց շատ մեծ բան փոխվեց աղջիկ ջան, ու շատ լսում է, ու շատ դուրս դեմքով պետք է ասես, որ հավատա, ինչ, ասի առավոտը վեր կեցա, տեսա ինչ-որ սենց, այս ձերները ստակացել է, բան, այս երակները, սենց բան, ու շատ իր նայում այս աղջիկ, ես էլ եմ իմ ասածին հավատում, որտեղ ենքան արտիստիկ ես անում, այս օպերատորն է, մի քիչ մեծոտ տղա է, քտի տակ խնդում էր, հիմա վրցինը վերցեցի լսի, ինչ կսում եմ հրաշք Ինչ էվի կսում եմ, հրաշալի աման, ես աղջիկը էլի նայում է, համաչում է մանամի, էլի, Ընդհատի։ մի քիչ անցավ բացատրեցի, ինչ պտի փոխի, ոչինչ, մանա, պտի, չգիտեմ, ենքան դժվար էր երբ որ ստացա, որովհետև ենքան մարդ կա, որ իրանք էլ պետք է ստանան, էլի, ու դու վատ ես զգում, էլի դու մի քիչ սենց պահ կար, իմը չնայած թատրոնի համար շատ տվեցին, դրա համար արժե, ասեմ, որտև այն մյուս նկարիչից կրկնակի ես դու տալի, այդ ներկայացումները քեզ շատ քիչ թատերական նկարիչ կա, որ անհատական ստեղծագործություններ ունի, շատ ունի, չէ, որտև թատրոնը շատ է քեզնից, և տալիս է, և վեսնում է, հասկանում ես, հիմա մի քիչ լավ է, Յուրահատկությունը ձեր պարագայում ինձ թվում է այն է, որ դուք մանկականն եք ստեղծում ու երեխաներն եք սիրում։ Հեքիաթի մեջ ես էլի լինում, ոնց որ դուք ամենտատ հեքիաթ գրես կամ հեքիաթները շտկես կամ հեքիաթ պատմես, ինչ կլնես, նույնն է։ Հրաշք։ Այս հաղորդումը նաև երկարակեցության մասին է եւ երկրորդ շնչառություն վերցնելու։ Ձեր կյանքում եղել է փուլ, որ դուք կանգ առնեք, ասեք, այ երկրորդ շնչառություն վերցնեմ, շարունակեմ, թե մի շնչով նկարել եք, այդպես էլ գնացել է ու կգնա մինչև վերջ։ Քիչ ոչ թե չեմ հասկանում, չեմ պատկերացնում, նկարչության մեջ չի եղել, անընդհատ իմը հետ է եղել։ Չգիտեմ ինչի շատ եմ անընդհատ աշխատում, ես դա գլուխ գովալու բան չէ, աշխատում ես այ մարդ, ինչ ա եղել, որ մարդկա քիչ աշխատում, նույնիսկ նախանձում եմ, որ քիչ աշխատում, ես միջև չգիտեմ քանիսը, իր մանավանդ անհատական ստեղծագործություն, որովհետև անդադ քեզ մտածում ես անընդհատ, հետո դրա շարունակությունն ես տենում մի բան, որ տեսնում ես, թողում ես նա, հետո նա առաջ վերջացնում էի, նոր մյուսը սկսում որտեվ այս իրեր ես կպցնում, բան, վրանաշ, դա կխառնվի էլի, որ ժամանակին չես, բայց հիմա չեմ համբերում։ Անհագ եք դարձել ավելի։ Էլ եմ բան անում, հետո նոր բան են բերում, ասա ավելի սյուրռեալիստական բան, մի 4-5 հատ կիսատուն եմ, ընկել եմ կրակը այ մարդ, բայց այդ պրոցեսը բան անում, ինձ դուր ա գալի, ուղղակի դժվար ես հավաքում։ Տարիքը դուք զգում եք ինչ-որ ձևով, ձեզ համարում եք արդեն կենսաթոշակառու անցած եւ ընդհանրապես երկարակեցությանը ոնց եք վերաբերվում։ Այդ թոշակառու բառը ձեզնից լսեց, այն օրը որ զանգեցիր, ասիր, թոշակառու, ասի, ես հիշում եմ, ասացի, սոցիալական հարցազրույց չես տանել, ես այդ բաներից նախ չեմ գնում, ու հեռու եմ, թոշակ, մշակս բռնա։ Այնքան չենք ստանում, որ իմանանք դա լավ է, թե չէ։ Որ շատ լինի։ Հա, բայց որ շատ լինի կարող է դերը դուր գա ձեզ։ Կարող է թատրոնից ասեն, լսի, այդ բան արա, էլի, թոշակի, էլի արդեն բան սենց, բայց չեմ կարա նեղանալ։ Հա, կվիրավորվեմ ուղղակի, բայց չեմ նեղանալ։ Եթերը նայելու են ու չեն ասելու։ Ես արվեստում թոշակս որն է, ցավոտ տանեմ։ Մանավանդ երբ որ դու քո համար ես անձնական քո դան չկա թոշակը այնտեղ էլ կարող ես ստեղծագործես նույնիսկ հիմա առանց շատ հեշտության նվեր էի տալի որ ասում էին բան հիմա չէ կարող բաժանվել մեկ ասես լավ էլի մարդ ասի հասկացա բան հետս չեմ տանելու բայց ինձ ասել են որ տանելու ես ու սկսում եմ պատմել ինչպես այդ բանի մոտ փորելու են ասում են սենց ու երկար է գալերեա Տրուբեկա գալուս, սիրուն պատմում, նայմա, հավատա թե չէ։ Ես հավատացի։ Չես ուզում բաժանվես, էլի այդ գործից ուղղակի։ Որտեւ քո մասնիկն է մեջը, դու ես մի քիչ։ Անունը կգրեմ, ասում, կտամ աղջկաս, ինքը հետո կգաս, ինքը կտա։ Չես ուզում, չգիտես։ Այն իրերի պես։ Ես իմ այմար տարբեր պրոցեսներ անում այդ տարիքի։